Աստված օրհնի առատապես ձեզ։ Ամեն ազոր Աստված, սպասեք նա մեզ երկը կարամ իշեմ երկեմ, մեր ամանգալով էջում չեմ գտնում, ամեն ազոր Աստված, բարիքներով առատ, գեղեցիկ աչքերով, դիտում ենք ամեն օր, Մանուել հզոր, երեխի ջան այդքան էլ իշեցի, սաղտարերով էթում այդ երկը, շատ Բայց մալադյետ։ երեխի ջան, չեն էլ ամանչում, ստել մեկ եք է գրել այս իշ տխուր էֆիրա, բայց ինչ լնի, բորնկություն լնի, որ ուրախանակ ծապարեք։ Հայաստանը սիրում է որնա, Հայաստանի բարի մարդիկ, իմ բարի քուրերը, իմ բարի աղբերները, Աստված ձեզ օրհնի։ Պարում եմ, որ դուք ուրախանակ դույսերս, որ հանկար սինգ րոպե չմտածեք, որ խփեք սրտիկներ, Սրտիկներ, խփեք, սրտիկներ ջան։ Դե ոչինչ, սենց էլ ալնում, չէ, խնդիր չկա, դե 10-ին գրեցինք, ինչի մասնախոսքը։ Այո, որ պետք է շահախնդիր լինի այդ դավությունները, այդ բարիքով։ Այո, ապրեք Ալինա ջան, դու շատ խելացի եք, ես ձեզանով հիացած եմ։ Այո, հիացիր Աստծով, ոչ թե ինձանով։ Աստված տվել է ինձ, որ հիանամ իմ հայ ժողովրդով եւ ձեզանով, որից հայ ժողովրդի մեջ գտնվում եք դուք։ Ամեն, ժողովուրդ, բայց Ալինային լսելուց հետո ահագին փոփոխություն ա զգացվում քո մեջ։ Մենք պետքա շուշուտ կպնենք Ալինային, որ քեզ քարոզի մի քիչ։ Հիմա այս բոլորի համար մանկական հոգևոր երգեր եմ դնում, գրում եք մանկական հոգևոր երգեր, լսեք, ասում եմ մինչև մանուկների պես չդառնալ, չէ կարա երկնքի արքայություն մտնել, գիտեք, մանուկների պես պարզ, միամիտ այսինքն, բոլորին, ասում օրը 70 անգամ, 700 անգամ, 70 իրար պիտի ներենք, հանդուրժենք, սիրով, որ Աստծուն նմանվենք, Աստծուն չնմանվենք չեն կարող Աստծու հետ դիմել։ Ջրեղեղից հետո նոյան տապանը հանգրվանեց որտեղ։ Այս երկը բոլորով կերքենք միասին։ Դե եկեք երկենք հենց այդ մասին։ Այո, գնացինք։ Այո, մանուկներ ջան, տեսեք աշկես մեջ լույսը եկավ։ Արարատետան, իջել է կապան, սիրուն ծիածան, ոյնան։ Տեսեք նոր որ տապանը կարուցեց, որ Աստուն չէր տեսնում, բայց ենքան հավատքի մեջ ամուր էր, որ առանց տեսնելու հետագան ինքը վստահեց Աստուն, դե չես որ երկիրը գոյություն չէր ունենա։ Աստված օրհնի ձեզ, Աս ջան, ես իմ մեջ շատ մեծ ցավ կա, որ ազգը քրիստոնյա, առաջի քրիստոնյան ենք ու հավատ չկա մեր մեջ, չեն կարում հավատքով ամուր կանենք, դե ցավերից է, որ ես երբեմն նեղվում եմ, բայց նեղվելուց բացի դիզ եմ դնում աղոթեմ մարդկանց համար, մեր թշնամիներին, աղոթենք թագավորների համար, որ Հիսուսի զորություն իշտի և խաղաղություն բերի աշխարհին, բայ մեր զինվորներին, որ այս սրտին կանգնած են սահմաններում, հայրեր աղոթեք ձեր զավակների համար, զավակներ ջան, դուք էլ հարգեք ձեր ծնողներին, ձեր ծնողների համար աղոթեք, որ առողջություն գա մեր ծնողների ազգի մանկան պես բարի ու մաքուր եղեք, հայոց ազգ։ Այո, ասում Աստծո առաջ կանգնենք, որ մենք մեր թերությունները տեսնենք և մաքրազարդվենք, Աստված օգնի, զորացնի բոլորին։ Ամեն։ Ջանիկ, այս մանկական երկերի շատ դավն է, որ երեխաներ զանգում են ասում այ Ալմաքուրի քեզ ինչքան ենք սիրում, ես ինչքան եմ ուրախանում, ինչքան մեծ պատասխանատվություն է այսօր իմ վրա դրված։
Որտեվ ամեն իմ բարի գործը դուք կտեսնեք, իմ ձեռքբերումները կտեսնեք եւ դուք հասկանաք, որ միայն բարիով դա կարող ենք հասնել։ Հարգենք, որ հարգենք, սիրենք իրար անկեղծ սրտով։ Քուր եղբայրներ լինենք իրար հետ, Աստծո խոսքը ասում ենք բոլորս քուր եղբայրներ ենք։ Այսինքն տղաու աղջիկ որ իրար նայում են չեն նայում, որ սիրարվեն մի անգամից։ Նայում են որպես քուր եւ եղբայր իրար, որպեսզի սատանեն էլի չմտնի ու մարդկանց փախարակի։ Ալին քուրիկ մի բան հարցնեմ, կարելի է։ Հարցում։ Իսկ եթե որպես քույր նայեն, հետո կարան սիրահարվեն։ Նայ հարազատ ջան, դեմից քուր եղբայրն են նայում իրար։ Հետո եթե Աստված մի բան ցանկանում է, պետք է աղոթքով, էլի աղոթքով առաջնորդվեն, որպեսզի իրանք իրանք զգացմունքներին տեղ չտան ու էլի շնության կամ վատ վիճակի մեջ ընկնեն։ Այսինքն ամեն ինչի մեջ աղոթքով, որ Աստված առաջնորդի մեզ, որտեղ պետք է մեծ վստահություն եւ համբերություն։ Մեր անհամբերություն ցա գալի մեր սխալները։ Ամեն ազոր Աստված, սպասեք նա մեզ երկը կարամ իշեմ երկեմ։ Մեր ամանգալով էջում չեմ գտնում։ Ամեն ազոր Աստված, բարիքներով առատ, գեղեցիկ աչքերով, դիտում ենք ամեն օր, Մանուել հզոր։ Երեխի ջան, այդքան է հիշեցի, սաղտարերով էթում այդ երկը, շատ Բայց մալադյետ, ես չէի լսել էտի Ալին։ Շատ ավ երկա, բա։ Նա Աստծուն եւ իր ազգին սիրող քրիստոնյա էր։ Եվ փափագում էր, որ Դե բանը, Մեսրոպ Մաշտոց աղոթեց, չէ որ մեզ Աստված տարեր տվեց, բա ամենտեղ Աստուր արշերները վացել է, ժողովուրդ։ Իսկ սիրում եք աշխատել։ Այո։ Ես էլ հավատում։ Աստծո ուժուզ եք։ Գիտեմ, որ երբեմն Աստված աուշտվողը, զորացնողը, պահողը։ Եվ ի վերջո գիշերային տեսիլքով հայտնվեց նրան Սկզբի համար պետք է մենք մի հատ մեր սրտի խորքերում ոչ մի թշնամի չունենանք։ Պետք է բոլորին ներենք, հանձնենք Աստծուն, ընդհանուր թշնամի հետ կարանք բարի չեն։ Գիտեք, չէ, Աստված թշնամու սրտի մեջ է դնի մի հատ ներողությունով, որից մեր հարաբերությունները վերականգնվի, լույսերս։ Ճիշտ է ուսուցիչների։ Այո, Աստված բայ օրնի ազգիս։ Ժորժան տարածեք է ջան։ Ինը խծկը ձղաճամա Աստված օրնի առատապես ձեզ Ամեն առաջին ապաշխարեք ձեր ներողություն խնդրեք ավելավա դուք Աստծոց ներողություն խնդրեք հանց այդ չներել է իրան տանի վերջում ձեզ ավելի վատեղ հասցնի դուք ուրախությամբ պետք է Աստծոց ներողություն խնդրենք որտեվ այդտեղ ամոթ բան չկա այդի հոգու խոնարհություն է պահանջում ինքը Աստված էլ էր խոնար Ծնվեց գոմում ինչի մասին է խոսքը Բայց իրան էլ էին ձեր առնում Այսքան առավել ևս մեզ պետք է ձեր առնեն Բայց պետք է մենք իրա իմաստությունը ունենանք մեր մեջ Մեզ գոհարներ Լեզվին նվիրեց 36 գոհարներ Հայոց լեզվին նվիրեց Աբը գդը եզը եթժը Ինը խծկը Էսի գրում եք հոգևոր մանկական երկեր բերում է ու մանկական երկեր ավելի շուտ է մարդու սրտին գտնում հետո ձեր սրտի դուրը պետք է բացեք Աստծո համար Աստծո զորությունը պետք է մտնի ձեր մեջից ամեն բացասական բաներ հանի Սատանեքին ձեր մեջից պիտի հանի Այո Չարացած մարդիկ Կեղտոտ մարդիկ, պետքա բարությամբ լծվեք դուք, օծվեք բարությամբ։ Ամեն, ամեն։ Հիմա իրանց համար աղոթում ենք, ոչ թե վիրավորում ենք իրանց, երեխեք ջան, իրանց համար անդադար աղոթում ենք։ Ալի ջան, կարամ երկու խոսք ասեմ քուրի քո թույլտվությամբ։ Ասա։ Ալին ջան, դու Հիսուսի կինոն տեսել ես։ Հա, բա ոչ չեմ տեսել։ Մի քանի անգամ եմ տեսել, 1000 անգամ եմ տեսել։ Տեսել ես, որ Հիսուսը երբ աղոթում է, ասում է հայր մեր Ինքը հորն է կանչում, չէ իրա։ Այո։ Երբ իր հորն է կանչում, երբ իրան խաչակնքեցին, ինքը ասում էր. «Հայր իմ գալիս եմ քո մոտ, ընդունիր ինձ»։ Տեսել ես։ Այո։ Հիսուսի հոր անունը Եհովա է։ Մեր Աստվածաշնչում, հայ առաքելական եկեղեցում եւ Եհովաների վկաների Աստվածաշնչում մենք երբ բացում ենք մեր գիրկը, տված է, որ բոլորը գրած Աստվածաշնչում նույնը։ Պրոստը վկաները Եհովայի հավատում են նրանում, որ կա հայր մեր։ Հայր մերը այդ Հիսուսի հայրն է, որ բոլորը ընդունում են։
Իսկ ինչու մենք չենք ընդունում։ Կարաք ինձ բացատրեք։ Որտե ծնված օրվանից ձեր ծնողները եւ առասարակ մարդիկ չեն սովորացնում իրանց երեխաներին։ Հիմա որ խնդրեմ, Ռելացիա Ալինա։ Հիմա որ խնդրեմ ձեզ, Ալինա ջան, դուք մարդկանց կսովորացնեք, երբ Հիսուսը աղոթում էր, կանչում էր հայր մեր, իր հորը։ Իսկ դուք մարդկանց հիմա կքարոզեք, որ մարդիկ իսկ հավատան Հիսուսի հորը, որովհետև Հիսուսի աղոթքները ուղղված էր հորը։ Մարդիկ չեն կարող հավատալ, մարդիկ գիտես թե չեն կարող հավատալ։ Որտեղ մարդիկ Աստծուց նախ պիտի վախ ունենան, երբ որ հոգևոր քարոզա գնում ստեղ իրան։ Այո, Մի հատ դրանից պետք է սաստվեն, հետո բացեն իրանց սրտերը, խոնարհվեն։ Իհոգով իրանց չկարծեն թե ամեն մեկը թագավոր են, որոնք որ հող ու փոշի են։ Սկսած ինձանից։ այո։ Հիմա ես կխնդրեմ քույր Ալինա, հիմա ես քեզ կխնդրեմ, որ դու մարդկանց քարոզես, երբ Հիսուսը աղոթում էր հայր մեր, կանչում էր իր հորը։ Քարոզի տղա ջան, մենք ինչ կարողանում ենք քարոզում Դուք ենք ով քարոզի, մենք Ալինային ենք հավատում։ Էս ինչ բանա։ Դուք պիտի սովորցնեն Ալինան ոնց քարոզի։ Խառնեք դուք։ Լավ, մի վիճվեք, Ժորժ ջան, մի վիճվեք։ Բա Ալինա ջան, եկել են քեզի սովորցնում են ոնց քարոզես։ Բան։ Դրա ճիշտը Հիմա ո՞րն ասենք։ Այստեղ վերջի բանն եմ ասում, լսեք այսօրվա ելույթից։ Սուրբ ոգին հիմա գործում է մոլորակի վրա։ Այո։ Գալու Սուրբ ոգին վերցնել է պատրաստված մարդկանց, ընտրուկ մարդիկ մարմնով կորելու են աշխարհի վրից։ Եվ որ Սուրբ ոգին վերցվի մոլորակի վրից, չարքեն իրար են ուտելու։ Քանի որ այստեղ է Սուրբ ոգին, ապաշխարեք։ Այո, ապաշխարի Անդո, չար հոգի դուրս արի Անդոյի մեջից։ Բարի հոգի մտի Անդոյի մեջ։ Ամեն, ամեն, ամեն։ Քշ քշ քշ։ Չար հոգուն եմ քշում։ Քշ քշ քշ։ Չարոքուն Հիսուսի անունով ես քշում, ասում ես Հիսուսի անունով դուրս արի եւ փախնում ա։ Հիսուսի անունով դուրս արի չար հոգի Անդոյի մեջից։ Բարի հոգի վերադարձի Անդոյի մեջ։ Էդի սիրով պիտի ասենք, սրտիկներ ջան, պիտի խնդրենք ասում։ Պիտի խնդրենք, որ մեր մեջ ծեր տեսնի, ոչ թե Իմոտ նարան գրել է, Ալինա, իմոտ նարան գրել է, Հիսուսն ասաց. «Ինձ է տրված ամբողջ իշխանությունը երկնքում եւ երկրի վրա»։ Այո։ Այո, այո։ Արա ջան, ես հիմա ուզում եմ ձեր հարցին պատասխանել։ Եվ Հիսուսը երբ աղոթում էր եւ մարդկանց քարոզում էր, ասում էր. «Հավատացեք իմ հորը, Եհովային»։ Իսկ դու ինչու չեք հավատում Հիսուսի հորը։ Հիմա ճիշտ կլինի, որ դուք գնաք ձեր հարևանին ասեք պապա, հարցից պատասխանեք։ Դա սխալ է։ Դրա համար պետք է ընդունեք Հիսուսի հորը եւ Հիսուսին։ Ճիշտ է, Ալինա ջան։ Ապրես աշճան։ Պիտի մարդիկ հասկանան, որ հանկարծ ուշանան, քորսյան են մատնվելու հոգով։ Գնալ եք դժոխքում այրվեք։ Ովքեր որ ուշացնեն, դրա համար ապաշխարեք։ Չեթակ կրակների մեջ հալու մաշլնեք, 24-ը 7-ի վրա տանջվեք, վազեք, լսեք, կարդացեք, ձեր հոգիները մաքրեք, չար հոգի, քշ 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 Անդոյի մեջից։ Ալին ջոկում ես, եսի մեզի ուրիշ ուղղությամբ ա ուզում տանի։ Քուրիկներ ոնշեմ լռեք, մերնեմ ձեզի, լռեք Հա, լռում աստվածաշունչ ենք, կա։ լավ։ Երկը լսեք, երկ եմ դրել ձեր համար, որ լսեք դուք քշքշով չի։ Որ գիշքան քշքշանես այնքան ավելի կգա Անդոյի մեջ։ Ճիշտ է, Ալինա ճիշտը ջան, ասա ծխեն է, Ալին։ քշքշ ասելով չի է, ասա քո որդի Հիսուս Քրիստոսի անունով Ճիշտը ծխեն է, Ալին, քշքշով Խնդրում եմ օգնիր բոլոր այն մարդկանց, ովքեր անհավատ են քո հանդեպ։ Վայ, Անասունով մարդիկ են դո։ Անուգոս չունեն։ Հավատքի մարդ ես, եկել ես էլի դատում ես աղջիկ ջան։ Շա դուրս եկանք էֆիրից, լավ մնացեք, այս շատ տաճա ձեր հետ նստելը։ Հերանում ենք մարդկանցից որ Աստծուն մոտենանք, որտեղ մարդիկը եղել չունեն։ Քեզ ինչ ես ծխում եմ, ես իմ Աստվածը։ Հələ դուք մի հատ դզեք, փչվեք։ Մի ջղայն ասեք ինձ էլ։ Շար են լրի, շար։ Շար են, ես կա ջան։ Ասմա ծխելն ա ճիշտը։ Ձերը առնում էլ ինձի։
Բայց կան ձեր ընկած վիճակի մեջից ձեզի ոտքի ենք անում, մեր վրա չենք հասցնում մեր համար աշխատենք։ Աստուծո չենք թաքցնում կարևորը ձեր պես։ Ամեն սուտ, կեղծավորություն։ Աստված կողքի կթարգենք էլ ինչ ա եղել։ Դրշար են տո։ Բա, երեխի ջան, չեն էլ ամանչում, ստել մեկ եկի գրել այս իշտը խուրև իրա։ Բա ինչ լնի, բորնկություն լնի, որ ուրախանակ ծափարեք։ Աստու խոսքը լսեք, ովքեր չեն լսում, թող ելները չփախնեն։ Hola, my sister։ Hola։ Տեսնում եք ինչ դրական աղջիկ, տեսնում եք, մալադեց, спасибо тебе, thank you very much, good day։ Այո, տեսնում եք երեխի ջան, մարդը գալիս ա ժպիտով, ակուրատնի։ Ինչը որ վերաբերվում ա ծխելուն Ժորժ ջան, ծխելունն էլ Այնպես է որ դրա դեմ ենք պայքարում, բայց այսքան ազգի համար հոգ ենք տանում, մենք սկի ժամանակ չունենք մեր համար ընտրուկ Աստծուց մի բան խնդրենք, Աստծուց մենակ խնդրում ենք համբերություն ուժ որ դիմանանք մարդկանց, Աստված ասում է փախի մարդկանց մնա քո անկյունում որ ինձի մոտ, այդ ամ ծխելն էլ թարգեմ, շորը քաշեմ գլխիս ու ապրեմ, վերջում ես փրկվեմ դուք էլ մնաք։ Ես ճանապարհը գիտեմ, ես արդեն իմ հավատքի մեջ ամրանում եմ, անտատես երգերը լսելով ամրանում եմ։ Այո, ամրանում ենք։ Ոայ, Աստված ամեն մեկից պահանջելու ասելու է երբ իմ խոսքը տարածեցիք։ Հələ բոլորը Աստծո խոսքը տարածեք, վախեցեք Աստծուց։ Աստծո հետ խաղանել պետք չի, Ժորժ ջան։ Աստված ասում է ովքեր իմ պատվիրանները կպային կոչեն իմ զավակները, ով էլ իր պատվիրանը չի պայասում, ես իր համար կլինեմ դատավոր։ Հա, բա ոնց։ Ասում է ովքեր ինձ սիրում են իմ պատվիրանները պիտի վիզ դնեն, ջանք թափեն, սիրով, գեղեցկությունով։ Այո, տեսեք ես էլ պայտակին չեմ նեղանում, երեխի ջան, մարդիկ էլ եկել են դատում են։ Ախպեր դուք ձեզի վերահասկեք, ամեն մեկս մեր համար ենք պատասխան տալու։ Իմ հայրը չի կարա իմ տեղը պատասխան տա, հայրը չի կարա իր երեխու տեղը պատասխան տա, ոչ է երեխան, ամեն մեկը ինքը իր համար է պատասխան տալու։ Ապրեք, գայքողներ ջան, ապրեք, Աստված օրհնի ձեզ։ Ու մարդիկ չեն հասկանում, որ մենք մարդիկ ենք։ Աստծո խոսքը դրա համար ինչ ասում, ասում է հոգևոր ընկերներ ունեցիր։ Երբ որ մարդիկ գնում են եկեղեցի, այնքան բարի են լինում, հոգևոր ընկերները իրար կարիքները հոգում են, իրար օգնում են, անշահախնդիր են օգնում, սիրով են օգնում, Աստված դնում է մարդու սիրտը, թե նա ինչքան ճշմարտություն եւ մաքրություն կա մարդու, առանց յուրաքանչյուր գործի մեջ։ Եվ այդտեղից արդեն սկսում է մարդուն բարգեւատրել Աստված։ Մարդը ունենում է իր բարի գործերի համար երկնքում գանձեր անմար։ Սուրբ Երուսաղեմն է կառուցվել երկնքում իր անճարների համար։ Հիմա ոնց բացատրեմ ձեզ, սպասեք մի հատ էլ ուրիշ կերպ բացատրեմ։ Հիմա դու ծնողին օրինակ ելնում ես մի հատ քաղցր խոսք ես ասում։ Եթե ծնողին անդադ նեղացնես, ծնողը կնեղանա կգնա, չէ՞ քեզանից։ Հա։ Եվ հետո որ արդեն ծնողը մանում է, լիքը մարդիկ եղել անում, դեպի որ զղջացել են խի ծնողին սենց արին, խի ծնողին նենց արին, բայց ուշ է եղել արդեն։ Նայեք որ հանկարծ շուշանակ։ Աղջիկ եք դնում մի անգամից մտածում եք այդ աղջկան ոնց խաբեք, ոնց մի անգամից քնեք հետ, դա ամբողջ օրը ձեր ուղեղը, դա է, դրա համար ուղեղը մաքրում է պետք ձեզ, մտքի նորոգություն։ Մտքի նորոգություն եք ասել, որ քուր աղբերն աղջիկն ուտղեն իրան անում են քուր եղբոր աշկերով։ Ժողովուրդս։ Ես տեսնելով ձեր վիճակը այլ բաներ չեմ կարողանում այսօր անել, դրա համար դրել եմ հոգևոր բաներ, որ լսեք։ Լսեք եւ ուժեղանաք։